Այս գարաժի տարածքը չէր բավարարում, որ իմ խաղողը տեղավորեմ, բայց այս տարի չի եղել։ Այսքանա կեսը կա, կեսը չկա։ Ճոճկանեցի Նասիպ պապի գինու օղու տակառները համարյա դատարկ են։ Ժամանակին մառանի դարակաշարերում այս շրջանում տեղ չէր լինում, հիմա տեղ ինչքան ասես կա, բայց խմելու գրեթե ոչինչ չկա։ Պապն անհանգիստ է։ Հյուրասիրելու բարեկամ հարազատներին լավություն անելու առյուծի կատ ու մաճառ համարյա չկա, բնությունն այս տարի պատժել է գյուղացիներին, ասում է Նասիպ պապը։ Կարկուտի ժամանակ ես տեղում չեմ եղել, հիվանդանոցում եմ եղել։ Բնությունը խիստ ձևով պատժել է։ Ոչ միայն մեր գյուղացիներին, այս տեղանքին։ Դաշտում ես բերքատու ոչինչ չեմ ունեցել, բայց մարդկանց խիստ վնաս է տվել։ Իմիջայլոց հիմա լսել եմ դաշտում կարկուտի վնասների համար պետությունը փոխհատուցում է տվել, մարդիկ ստանում են։ Ես որ հիվանդանոցից եկել եմ, այս ծառերը տեսնում եք, այս տերևը կարկուտից հետո է։ Կարկուտի ժամանակ լրիվ տերևը խփել թափել էր, նորից տրևել են։ Եթե վրին ինչ որ չափով բերքել մնացել էր, հիվանդ են եղել, թափվել են, առանց հասունանալու։ Անցյալ տարի ես նոր իմ ծառերը, բայց բոլոր դեպքերում 300 ավել կիլոգրամ կարալյոկ եմ ունեցել։ Թութը ինձ կներեք, ես ամեն տարի 100 եւ ավել լիտր օղի եմ թորել։ Այս տարի 15-20 լիտր էլ չեմ թորել։ Թութը թափվեց, ոչ կեն լցրի, բայց հիվանդ թութն էր խակ թափվել էր, ոչինչ չստացվեց։ Սալորը չի եղել, խաղողը ոնց որ ասի անցյալ տարի ամաններ չունեի, սրանից աման էի բերում, որ կարողանամ բերքը տեղավորեմ։ Այս տարի մի 70-80 կիլոգրամ խաղող հազիվ եմ հավաքել։ Հյուրասեր պապը սակայն առաջնորդվել է լորվա ժողովրդական մի հին խոսքով, թե գելի բույնը անոսկոր չի լինի։ Այդպես էլ կա, նախորդ տարվանից հոգեպահուստ ունի ու ոչ մի հյուրի առանց մի բաժակ գինու ու բարեմաղթանքների չի ճանապարհի։ Որ գալիս եք, այս հասակին ինձ համար շատ հաճելի է, բոլոր դեպքերում ինձ զգամ միջավայրի մեջ դեռ, կյանքի մեջ, ուրախացրիք, ողջ լինեք, լավ լինեք, առողջ լինեք, Տեր Աստված։ Տարվա այս շրջանում ճոճկանեցին պարապ չէր մնա, եթե կարկուտն ամեն ինչ հարամ արած չլիներ, ասում է Հենզել պապն, ով գյուղում ավելի շատ հայտնի է Բլո մականունով։ Ասում է տեր ձեր, այսինքն լրագրողների շնորհիվ։ Դա հապաում է Բլոն։ Ես իմ գործնեությամբ երևի օրինակել եմ էլ Փարմուզյան Լարիսան ասեց դու Բլո ես, ասի ինչա, չասա վերջ ասա, բոլորին լավ օրինակ։ Բլոն։ Այսինքն ինքնակնիչել է։ Այդտենց էլ ժողովրդի բերմեն իմացել են անգամ ջահելին ձեն են տալի Բլո։ Էներգետիկ ու տնտեսական ճգնաժամի տարիներին, այսինքն խորհրդային պետության փլուզումից հետո ճոճկանում համատարած հատվեցին պտղատու այգիները։ Հենզել պապն առաջինն է եղել, որ Անջրտի այգում սկսել է նորից ծառ տնկել։ Այդ պատմական պահն էլ արձանագրել է լրագրողն ու պապի մասին հոդված տպագրել։ Որ առաջին ծառը որպես այգի 90 թվականի սովետի փլուզումից հետո ես եմ տնկել առաջին ծառը։ Այդ ինտերնետում էլ կա, եթե կարողանաք Անգնեք, Անդորանը ձեզ տնկել եմ, ունեմ այգի, ունեմ դաշտում, նոր եմ տնկել, հոնի եմ տնկել, հոնի ծառ ունեմ, հազվագյուտ կուլտուրա։ Ես սկսեցի տնկելը, ինձ ասում էին, դու մեծացել ես խելքդ հետ ատվել, ինչի ես հոնն ինչ ծառավոր տնկում ես, բայց հոնն էլ իր նշանակությունն ունի։ Եթե կարծաս
հետաքրքրեց հոնի ապուրը ինչ բուժիչ հատկություն ունի, այն ժամանակ իմանան որ հոնը ինչ է։ Մենք անտարես գնում ենք հոնենք բերում, ես մի օր չեմ կարամ գնամ, առնում եմ, հլա դեռ որ եղանակներն նորա բացվել, էփում ես, տակջերի մեջ, ճամբարում ես, դրա սոկը էփում ես, մի քիչ ալուր ես խառնում որ պանդվի, ու բանկ էլ լցնում, փորացավ է, բանի երեխաների մար, շալավ կերակուրա։ Հոնի բուժիչ հատկություններին է վերագրում իր պինդ առողջությունը պապը, որ արդեն մոտ 90 տարեկան է, բայց առողջ ու աշխատունակ։ Ամբողջ կյանքը ներդրել է այգեգործության մեջ, հարյուրավոր ծառեր տնկել, ոչ միայն պտղատու, այլև դեկորատիվ, պարզապես կանաչ գյուղ ունենալու երազանքով։ Ամեն տեսակ միրգ աճեցնում է, անգամ կիտրոններ, այսինքն լիմոն, որը սակայն իրացնելու խնդիր ունի։ Ոգևորված է եւ ցանկանում է որ ժողովուրդ գան, բայց ժողովուրդը գիտեն որ դաշտից եկամուտը որ ստանանել տեղ չկա ռեալիզացիայի։ Հիմա ամեն տեղ կա, լիմոն է զում խանութը լիքը։ Հայաստանի Հանրապետությունն պետությունն է, որ ամեն բան ժողովրդի մար ունի էլի, մենք ենք պահողը, մենք ենք տերը մեր երկրի, մենք պետք է պաշտպանենք մեր հայոց աշխարհը, մեր սահմանը, մեր ինքնությունը եւ բոլորը, Հայաստան աշխարհում մեկ, բայց շատ չեմ զարգացնում էլի, որովհետեւ գիտեք ինչ ծախսերն են ցա որ տանել բերել կա, գնալ գալ կա, տրանսպորտի հարց հա, տեղում չի վաճառվում ու տենց էլ մնում է էլի։ Տիկին Դոնարան հարևանուհուն է օգնում արքայանարինջի բերքահավաքի գործում, թեև կարկուտը վնասել է բերքը, բայց տամբակի միակ ծառը փրկվել է ու առատ բերք տվել։ Օրինակ ես հավանում եմ, քաղաքից եկել եմ, բայց դե շատ լավ էլ հարմարվել եմ, ով աշխատում է, նա էլ ունենում, ով էլ չաշխատում, չի ունենում։ Փրկված արքայանարինջներից քաղցրը համչրեր կպատրաստեն, իսկ չորանալու ընթացքում գյուղի գրեթե բոլոր պատշգամբները կծածկվեն քաղցր վարագույրներով, եւս մեկ անգամ ապացուցելով, որ գյուղում պարապ մարդիկ չկան, աշխատասեր են բոլորը։ Էնզել Պապն ամենևին էլ գովասանք չի համարում, այլ իրականություն, որ Ճոճկանի գյուղամեջում թղթախաղ խաղացող գյուղացիների երբեք չեք հանդիպի։ Մի բան էլ գյուղում սոցիալապես անապահով, այսինքն աղքատ մարդիկ էլ չկան, ասում է Պապը։ Փառքաստու իմ պատկերացնելով վատ ապրող մարդիկ չկան։ Դե գիտես ինչ, անդարը առանց չախյալի չկա։ Ուրեմն մեջներն էլ կարող է լինեն, ես դա մասին տեղեկություն չունեմ, չեմ էլ կարասեմ։ Բերքառատ գյուղի պատմության մեջ 1986 թվականը նշանավորվել է պտղի աննախադեպ բարձր ցուցանիշներով, ասում է Նասիբ Պապը։ 80-ականների կեսերին Ճոճկանում միայն ոռոգելի 860 հեկտար այգի է եղել, մոտ 120 հեկտար էլ խաղողի այգիներ։ Ճոճկանի պետական տնտեսությունը տարեկան 4500 տոննա պտուղ է տվել ԽՍՀՄ-ին ու առաջանցել տարածաշրջանի բոլոր գյուղերից, հպարտությամբ պատմում է Պապը։ Հիմա էլ Ճոճկանը հետ չի մնում հարևան գյուղերից ու գյուղացիներն ամեն տարի նոր այգիներ են տնկում։ Բոլոր դեպքերում մեզ մոտ այգին ավելի ձեռնտու է, ավելի շատ եկամուտ է տալի, քան թե հացահատիկը։ Մեր հողերը կիսատափաստանային հողեր են, չոր, հարավային թեքությամբ հողեր են, դրանց մեր այս բնական անձրևները շատ քիչ են, չոր եղանակներ են, այգին ջրելով կարողանում է իրեն արդարացնի, բայց հացահատիկային կուլտուրաները մեր առանց ջրելու մեր միջին բերքատվությունը շատ ցածր է եղել։ Ասվածը հաստատում է պարոն Գագիկը, որպես անասնակեր գյուղացիները ձեռք են բերում ռուսական ցորեն, իրենց դաշտերի բերքատվությունը ցածր է, մի քանի տարին մեկ էլ բերքի կորուստ են ունենում կարկուտի հետևանքով։ Վախում ենք ելել ցանակ ինչ, որ պետությունը չի օգնում։ Ինչ անենք։ Մի տարի տանի, երկու տարի տանի, մենք վարենք, ցանենք, տանի, տենց կլի։
Ճոճկանի հին մեծերն ասում էին, ինչքան գյուղի ցորենի դաշտերը շատանան, այդքան ճոճկանեցին կաղքատանա։ Եվ իսկապես այդպես է, քանի որ պղղի տված եկամուտն անհամեմատ շատ է։ Բացի արևոտ բնությունից ու հողի բարիքներից, ճոճկանը հայտնի է իր ջերմ մարդկանցով։ Տատերս փոխեցի։ Ինժեներ մեխանիկ պարոն Սիմակը, որ սարքին է պահել սովխոզի տասնյակ մեքենաները, հիմա էլ իր գեղեցկուհուն է աչքի լույսի պես պահում, որ պետք եղած ժամանակ շուտ քաղաք հասնի աղջիկներին տեսության։ Առաջ կարգվա ինժեներ մեխանիկ եւ առաջի կարգի վարորդ եմ։ Դիրեկտորի շոֆեր եմ եղել երկար տարի։ Մի 10 դիրեկտոր փոխել եմ։ Ինչ կարամ ասեմ, ազիզ գյուղեր էլի, լավ, հարուստ գյուղեր։ Հիմա ո՞նց է։ Հիմա աղքատացել ենք էլի, գիտես ո՞նց է։ Հետ տենում ես էլի ո՞նց է։ Չեմ աշխատում, ես ինչ որ թշակ եմ անցկացել, թողել եմ։ Ճոճկանն առանձնանում է իր տաք ու արևոտ կլիմայով, գրեթե ամբողջ տարին գյուղում արևի պակաս չկա, բայց գյուղացիներից շատերն են դժվար տարիներին հրաժեշտ են տվել հայրենի գյուղին ու նախընտրել ցուրտ հյուսիս տեղափոխվել։ Պատճառն արտադրված բերքի իրացման ու առհասարակ գյուղատնտեսության ոլորտի դժվարություններն են։ Լավ էլ գնաց այնքան գնացել են, որ ընդեղից գան, չէ, մեր գյուղից շատ մարդ կա։ Որտեղ են հիմնականում ձեր գյուղացիները գնում։ Ռուսաստանը, ամեքը միտեղ, Վոլգոգրադ, Կրասնոդար, Սևաստապոլ, որտեղ ասես գնում են։ Ու որտեղ բռնում է, բարեկամ բան ունի, ծանոթ ունի գնում է։ Ճոճկան գյուղը համարվում է տարածաշրջանի ամենազարգացած ու բարեկարգ բնակավայրերից մեկը։ Ճոճկանեցիները հայտնի են որպես արարող ու ստեղծագործ մարդիկ։ Գյուղի կենսամակարդակը բարձր, այստեղ բոլորը հեկտարներով այգիներ ունեն, կայուն եկամուտ ու չնայած հաճախակի կարգտահարություններին, գրեթե ոչ ոք չի հիասթափվում ու էլ ավելի է կապում հողին ու գյուղին։ Ու քրտինքով, տքնաջան աշխատանքով, ինչպես ասում են, քարից հասկամում։ Մերիկ Օրոլյան, Դավիթ Թամազյան, Ճոճկանի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։